Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy բահանջատիրական հաղորդումը։ Այսօր մենք ձեզ կպատմենք ինչպես կորցնել 25 կիլոգրամ ընդամենը 3 օրում։ Կամ էլ ուղղակի կանցնենք վերջին քաղաքական զարգացումներով։ Կամ ուղղակի մեր համար sense սիրուն կնստենք, թեյ կխմենք, բան։ Ավելի մանրամասն հասկանալու համար թե ինչ է սպասում ձեզ այսօր, դիտեք օրվա անոնսը։ Չի մի ուղղակի ամենասկզբում ասենք, դիտեք անոնսը, ինչ ենք բանում։ Հա, ինչ անպայման պետք է ինչ-որ մի հիմար բան դեմից ասենք։ Կորցրեք 25 կիլոգրամ։ Նոր բացահայտումներ ցանցերի սակագնային հայտից, որոնք ցնցեցին համացանցը։ Հույզեր, սկանդալներ, բացահայտումներ եւ այլ բաներ, որ չկային Եվրատեսիլի ընթացքում։ Հոգեբանները օգնում են մհերին համակերպվել էլեկտրաէներգիայի թանկացման հետ։ Ինչպես վերջի զանգը նշեց Աշոտյանը, ինչպես էր սովորում Սամվել Ալեքսանյանը։ Այսօրվա հաղորդում ուզում ենք բոլորովին նոր թեմայից սկսել։ Ահա սա կլներ Էլ-ցանցերի երազանքների նախադասությունը, բայց չէ, մեկ այլ ցանցերից ենք սկսում։ Էլ-ցանցի ափր-ցփր ծախսերի վերաբերյալ նորանոր դուրս գալիս ջրի երես։ Այդ մեքենաները, որ վարձում են, պարզվում է այդ ֆիրմայի տակ հետաքրքիր պատմություն կա։ Ավելի քան 250 միլիոն դոլարի վնաս ունեցող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը վարձակալությամբ Lexus-ներ եւ այլ թանկարժեք մեքենաներ տրամադրած Ectrac Service ընկերությունը հիմնադրել է օֆշորային գոտում Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը։ Հետագայում ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Գեգամ Կարապետյանը։ Նախ շնորհավորում ենք աշխարհի ամենահաջողակ գեղամներից մեկին Գեգամ Կարապետյանին նման առատաձեռն կլիենտ կպցնելու կապակցությամբ։ Բայց դե սա երկար չի կարող տևի, որտեվ սենց բացահայտումներից հետո Էլ-ցանցերը պետքա գոնե հեծանիվների անցնեն։ Ախր Վիրջինյան կղզիներում է բացվել ընկերությունը։ Այնտեղ հիմնականում Մեքսիկ նարկոբարոններն են բացում բիզնես, մեկ էլ Թայլանդի տրաֆիկինգ բարոնները ու դե Էլ-ցանցերի մեքենա մատակարարողները։ Ով 2011 թվականից շարունակ հաղթել է հեծի մրցույթներում եւ մեքենաներ տվել վարձակալության 9 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ, ընդ որում թանկարժեք մեքենաներ տրամադրող ընկերության գրասենյակը գտնվում է հենց հեծի գլխավոր մասնաշենքում։ Դե որ գրասենյակը կողքն է եղել, մտածել են գլխացավի տակ չընկնենք, էլի միանգամից են կողքի գրասենյակից վարձենք։ Ամր ուղղակի շատ հաջողակ ընկերություն ա եղել։ Ուրիշ կարծիքներ կան։ Transparency հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը համադրելով փաստերը չի բացառում, որ այս երկու ընկերությունները փոխկապակցված են։ Կարծես թե հենց ստեղծված է նրա համար, որ միայն ծառայություններ մատուցի հեծին եւ ինչ որ առումով եթե մենք խորը ավելի ուսումնասիրում ենք, նկատում ենք, որ ստեղծված է նրա համար, որ հեծը ինքն իրեն ծառայություններ մատուցի։ Անհարմար չեք զգում, բա մեր հեծը տենց բան կաներ։ Գիտեք ինչ բարոյական կեցվածքի տեր հեծ է, նույնիսկ պարտքերի մեջ թաղված լինելով միլիոններով բարեգործություն արել։ Լավ, վստահ եմ ես նույն ընկերությունը ինչ որ ուրիշ կլիենտներ էլ ունի, ուրիշ ընկերությունների էլ է մեքենա տվել։ Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրելով գնումների ոլորտը բացահայտել է հեծի հայտարարած բոլոր մրցույթներում լավագույնը ճանաչված ընկերությունը վերջին 4 տարում որևէ այլ ընկերության ծառայություն չի մատուցել։ Ինչպես ասում են հին բաբելոնացի սանտեխնիկները, մանրից ջրի երես է դուրս գալի։ Դե լավ, դժվար իհարկե կոռուպցիա լինի ստեղ, բայց ամեն դեպքում ուրա մեր պետական հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը։ Իրոք, աու։ В красной рубашке վարչապետ Աբրահամյան։ Հա, բայց ես ասեցի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը, ոչ թե վարչապետը։ Նա համել այդ մարմինն է ղեկավարում։ Okay, լավ, իսկ բուն այդ չկոռումպացված ու հաջողակ ընկերության ղեկավարն ինչ ասում։ Հեծին վարձակալությամբ մեքենաներ տրամադրող ընկերության սեփականատեր Գեգամ Կարապետյանը վստահեցնում է, ռուսական ընկերության հետ որևէ ներքին պայմանավորվածություն չունեն, իսկ միևնույն շենքում հայտնվել են պատահաբար։ Մեր հարաբերությունները հենց չի, որ բանը իմ հորոխորդ տղեն է հայ ցանցը, ինձ ինչ որ նվեր է։ Մենք ուղղակի ստեղ վարձակալել ենք, ասենք այդ բանի հասցեի հետ ընդհանրապես առնչություն ոչ ունենք, ոչ էլ Ինչ որ մեկին ինձ հիշացնում է Գեգամը։ Հա, բանը, մի հատ մարդ կար է, որ ասում է Փարվանա ռեստորանը իմ հետ ոչ մի կապ չունի։ Սամվել Ալեքսանյանը։ Հա։ Հա, իրոք կապ չունի, вообще կապ չունի, բայց տեսեք ամեն տարի ինչ է անում։ Սա համայնքի վերջի զանգը անում են Փալվանայում, երեք ամեն տարի, սուշը 10 տարի, հա, 10 տարի անում են։ 10 տարի արդեն անում են։ Հա, 10 տարի, ծավել արդեն ամեն տարի վերջի զանգը մեր համայնքի աշակերտները անում են բանում Փալվանայում։ Դուք եք հոգում ծախսերը։ Հա, սա ծախսերը ես։ Իսկ ասում եք բիզնես չունեք, ո՞նց եք հոգում այդ ծախսերը։ Ցավոտ տանեմ, Փալվանան է հոգում ծախսերը։
Տեսնում եք, մեր ընկերն էլ ոչ բիզնես ունի, ոչ էլ ռեստորան։ Ուղղակի ամեն տարի երեխեքին տանում է, թողնում է այդտեղ ու ռեստորանի տնօրինությունն էլ անհարմար ազգում ու լավ պատիվ է տալիս երեխեքին։ Նույնը էս մեր Lexus-ենք են, կապ չունեն հետի հետ, բայց նենց է որ հա բախտները բերում է։ Նայեք ինչքան վստահություն ներշնչող դեմքով է բացատրում տնօրենը։ Չէ, ինչ կապ ունի, սա Սահմանափակ պատասխանատվության ընկերություն է, որ ցանկացած գործունեություն կարող է ցավալի։ Վարձակալության հանձնված մեքենաների ցուցակում ամենաթանկը Lexus ամենագնացն է, որի դիմաց ռուսական հեծը տարեկան վճարել է 9.5 միլիոն դրամ։ Toyota Prado եւ Camry մեքենաների տարեկան վարձավճարը կազմել է համապատասխանաբար 6 եւ 4 միլիոն դրամ։ Հերիք հայել այդ գներից խոսակ։ Ամեն անգամ որ հիշում եմ, որ դրա տակից ես ու տատս ենք մեր թոշակներով դուրս գալի, թրաշս երկարում է։ Խոսեն ահագին շատ է սա մտածում դրա։ Հա, ու մենակ դրա մասին չէ, հլնայի էլ ինչերի մասին է մտածում։ Բաշխիչ ընկերությունը վարձակալության ընթացքում վճարել է նաև մեքենաների լվացման, շահագործման, վառելիքի եւ ապահովագրության գումարները, եւ այս բոլոր ծախսերը եւս ներառել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ ավելացնելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտում։ Ու սա գինը բարձրացնելու հայտի վերջին տարբերակն է։ Առաջին տարբերակում գնի մեջ ներառել էին նաև հեծի ծախսերը մաննավաճառների եւ մերկապարուհիների վրա։ Բայց այդտեղ Ռոբերտ Նազարյանը ասաց՝ «Մի րոպե, ինչի՞ պետք է բնակչությունը ձեր անասուն ծախսերը հոգա»։ Ու խնդրեց, որ թողնեն միայն մեքենաների լվացման, վառելիքի եւ ապահովագրության ծախսերը։ Դե ամենակարևորը էլի։ Իդեպ մենք զանգահարել ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով եւ հրավիրել մեզ հյուր այս վիճակը քննարկելու համար։ Բայց նրանք չեկան բացատրելով, որ դեռ ուսումնասիրում են հեծի հայտը։ Դե չխանգարենք, թող ուսումնասիրեն։ Լսի, լավա բենզինի ֆիլտրը մեր հաշվին չեն առել, գիտես։ Բաղում հաշվին են առել։ Հաչը կներես, դա մեր հաշվին է, անտիֆրիզն է իրանց հաշվին։ Անտիֆրիզը իրանց գրպանից են դրել։ Տղա են։ Շատ անսպասելի ղողանջեց վերջին զանգը։ Ղողանջեց։ Դե բայց ինչ արեց։ Դե հնչեց։ Չէ, այդ օրը ով շատ էր խմել, իրանց համար ղողանջեց ու ահա հետևանքները արդեն տուգանային հրապարակում։ Կարքին ադդուշի նշել են տղեկը։ Բայց ամեն ինչ հերթով նախ վերջին զանգի ամենակարևոր միջոցառումը։ Էլ ինչ վերջին զանգ առանց հին հայկական ավանդական սելֆի վարչապետի հետ։ Դե հա, այս տղու մոտ ճանապարհը լինելու է սովորականից շատ ավելի կանաչ։ Իսկ իրենց ճանապարհից պատմեցին Հայաստանի օրենսդիրները։ Շատ լավ եմ սովորել, այնքան լավ եմ սովորել, որ միանգամից 6-ից 8 եմ տեղափոխվել։ Որ առարկաներն եք ամենալավը սովորել։ Սա առարկաները։ Օրինակ մաթեմատիկան, հայոց լեզուն։ Բայց պարոն Ալեքսանյան, լրագրողներին սենսացիա է պետք։ Հա, որ ասում եք լավ եք սովորել, բոլոր առարկաները սիրել եք, դա սենսացիա չի։ Մի հատ էլ էլի լրագրողների սրտով էս մեկը։ Դպրոց չի ուզում вообще գայ։ Ոչ մի առարկա չեք սիրում։ Այ լրիվրիշ, տեսնում եք, քաղաքական գործիչը պետք է մի քիչ ճկուն լինի։ Լավ, ելով է չարաճճի եղել դպրոցում, հələ պատմեք։ Ստեղ էլ հասկանալ, ասում ինչ կարելի անել, ինչ կարելի անել։ Թե չէ դրսում միշտ էլ ասում են, դե չխմեք, չծխեք, այդ օրը չարություն չանեք, կռիվ չսարքեք եւ այլն եւ այլն։ Դուք դրանից ո՞րն եք արել այդ օրը։ Անկեղծ ծխել եմ։ Միայն։ Չէ, բայց դա կարող եմ ասել։ Օ, պարոն կրթության եւ գիտության նախարար։ Դե խենթ 90-ականներն էին, Նարեկ, բա ինչ ես ուզում։ Դե բայց ինչ արել, ինչ արել։ Պարոն Աշոտյանը մակարենա է ապարել վիպուսկնոյին։ Սարսափելի է։ Լավ, լսենք մի փոքր էլ հենց շրջանավարտներին, իրենք ինչ խնդիրների են առնչվում։ Ինչ խնդիրներ կան այսօր երիտասարդների առջև ծառացած։ Երիտասարդների առջև ես խոսում եմ տղաների անունից, տղաները աղջիկների շատ մեծ խնդիր ունեն, լավ աղջիկների, որովհետև լյուբոյ հայ տղամարդ, կներեք, որ սենց եմ խոսում, լյուբոյ տղա ինքը ուզում է, որ իրա կողքը լավ աղջիկ լինի։ Ամենամեծ խնդիրն է դա հիմա հայերի համար։ Դա ճիշտ ասում։ Այդ ու լույսի սակագինը։ Ես չեմ ասում հայ աղջիկը պիտի սաղուրը նստի տունը, ոչ եմ։
տնից դուրս չգա։ Պրոստը այ աղջիկը բոլորից տարբերի, որովհետև հայերը նենց մաքուր ազգ են, որ հայերի նման ոչ մեկ չի եղել, ոչ է կարող լինես երկրի վրա։ Այո, ամենահին, ամենամաքուր, արիական, ռազմայնասիրական ազգն ենք։ Եթե Խաչիկասարյան դիտում է մեզ, կապվեք տեսանյութը ամբողջությամբ կփոխանցենք։ Եվ վերջում սուր հարց 112 դպրոցի տնօրենին։ Շատ սուր։ Վերջին զանգի խորհրդանշական դետալը ընտրված է Ռուսաստանի դրոշի գույներով եւ ոչ Հայաստանի, ինչու։ Բնավ Ռուսաստանի դրոշի գույն չկա, ուղղակի դա երևի թե չի ասի, ուղղակի երեխաները պատվիրել են այս ձևով։ Ինչ են ուզում ես մարդուց, նես չի որ խանութներում ժապավենների մեծ տեսականի կա։ Երեխեք են առել են։ Ուղղակի խնդրում եմ բացարձակապես կապ չունի սա ռուսական դրոշի հետ։ Մենք շատ հայ ենք, մեր միջոցառումն էլ է շատ հայեցի։ Մարդիկ շատ հայ են, վերին աշճանի հայ են, ինչ եք կպել այդ ժապավենների։ Բայց լրագրողը չէր հանձնվում։ Հետո կողքից մենք կամնացրել ենք նաև կապույտն ու կարմիրը մի քիչ ավելի, այսպես ասած, տեսանելի եւ ավելի ակնառու լինելու համար։ Ինչու ոչ նարնջագույնը, ավելի ակնառու կլիներ։ Կարար եւ նարնջագույնը լիներ, մյուս դասարաններում էլ նարնջագույնն է։ Սիրելի գործընկերներ, ձեր լոգոն էլ նես չի որ կարմիր կապույտ ծիրանագույնը։ Նույնիսկ եթե շատ ուշադիր նայենք, ով ոչ սպիտակ կարմիր կապույտ Ռուսաստանի դրոշն է։ Ավարտվեց ամենաձանձրալի Եվրատեսիլը, հաղթեց Շվեդիան, Հայաստանը զբաղեցրեց ձանձրալի 16-րդ տեղը։ Ու դեռ մեր խնդիրները քիչ էին, մեր աջ կողմի հարևանն էլ 12-րդ տեղը զբաղեցրեց։ Իսկ Վրաստանը սրիկաբար 11-րդը, իդեպ դրա համար Վրաստանի դեսպանատից պահանջում ենք մի 10 հատ խինկալի, մի երկու հատ էլ աջարական։ Ինչի՞։ Որովհետև մենք չլինենք Ադրբեջանից հետ էին ելնելու։ 10 points go to our neighbors from Georgia. Ջորջիա ջան, դե ստանանք։ Իսկ Մաքսային միությունից սպասում ենք խինկալից էլ ավելի ճոխ մի բան, ասենք, չգիտեմ, գազի էժանացում հենց այս տարի։ Տենց լավություն ենք արել։ Մենք չլինենք Ռուսաստանը կորած էր։ And finally, top 12 points from Armenia go to beautiful and talented young lady from Russia, Polina Gagarina. Չարժի Պալինա ջան։ Նազդարով է, մեզ բան պետք չի, բայց եթե մտքովդ անցնի մի հատ համերգ Երևանում տալ, Կարապիլիչում հարց չկա։ Իսկ մեզանից ավելի շատ դիլխոր էին Իտալիայում, որովհետև պարզվում է ըստ ժողովրդի քվեարկության իրենք առաջին տեղն են զբաղեցրել։ Իտալիա 366 ձայն, Ռուսաստան 286 ձայն, Շվեդիա 279 ձայն։ Փաստորեն շվեդերը հավեսով շահասիրել են մասնագիտական ժյուրիին, որ սենց մեծ տարբերություն կա։ Պահանջում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրաժարականը։ Ինչի է ժյուրին աչք փակել շվեդերի լցոնների ու խախտումների վրա։ Էլի խախտում կա։ Խախտումը այն խոսքը չի։ Իսկ հիմա Դավիթ Գետայի Lovers on the Sun երգը։ Let's light it up until our hearts catch fire. Չէ, տենց բան չեր անի մեր շվեդացի, ինչ էր անում։ Ես եմ։ Մեկը այդ Իրանից չի։ We might as well be lovers on the soul. We are the heroes of our time. Heroes. Սենց գրագողությունից հետո ես ես երկի մրցույթը ինչ սրտով նայեմ։ Դու մի նայ, մեկա բոլոր երգերը արդեն լսել ես։ Դե այդքան վիզ ենք դնում, այդքան մեծ պատվիրակություն ենք ուղարկում։ Այս տարի ոչ միայն մեր երգիչներն էին շատ, մի հսկայական թիմ ենք ուղարկել կազմակերպիչներով, PR բաժնի 6 աշխատակիցներով, պարուսույցով, բանով։ Ու դա ինչը պետբյուջեի հաշվին։ Հանրայինի հաշվին։ Այսինքն, հա, էլի պետբյուջեի։ Դե էդ էլ թող մտցնեն էլ ցանցերի սակագնի հայտի մեջ կամ գոնե պարուսույցին թող մտցնեն։ Ինչի համար է պետք պարուսույց ընդեղ։ Ոնց, չտեսար ինչ թույն խորեոգրաֆիա էր, նայ։ Կարաս տենց։ Չգիտեմ, կարամ փորձեմ։ Չէ, առանց պարուսույցի вообще չի ստացվում։ Ինչու անմասնություն է ստացվում։ Տեսնում ես, որ պետք է պարուսույցը։ Իսկ դրանից հետո սուս մի հատ քարտեզ հայտնվեց հատակին ու բոլոր մասնակիցները գնացին կանգնեցին աշխարհամասի վրա, որտեղից որ եկել են։
Ճապոնիա աղջիկը կանգնեց հենց Ճապոնիայի վրա։ Չէ, այդ Ավստրալիայի աղջիկներ։ Հա, բա Ճապոնիա աղջիկը։ Ճապոնիա աղջիկը Չինաստանի վրա էր։ Դե աշխարհամասն է այստեղ կարևոր, ինչ է կպրշկվել։ Ու ընդհանրապես 16-րդ տեղի համար գլխավոր մեղավորին դեռ բան չասեցինք։ Սփյուռք։ Բարև տղաներ։ Ինչի մարդավարի չես քվեարկել Հայաստանի համար։ Բադասխան տուր հենց հիմա։ Այո, այսօր անպայման ձայն եմ տալու, 3 հատ հեռախոս եմ պատրաստել։ Սփյուռք Եվրատեսիլը 3 չի առաջի օրն էր։ Չէ ոնց, այսօր է Եվրատեսիլը։ Անցել է արդեն։ Անհարմար բան ստացվեց։ Դե ինչ անեմ ձեզ համար։ Չգիտեմ ոնց է սրա տակից դուրս գալու։ Հա, ճիշտ է, Սփյուռք ջան, դե գիտես ինչ պետք է անես։ Ամեն մի հայ $2 դնի այս ծրագրին, դա նշանակում է 20 միլիոն։ Իսկ միջինացված նշանակում է ամեն ընտանիք $10 գումար պետք է տա։ Հա, հարց չկա, հենց հիմա $10։ Չէ, էս չէր։ Այս հին տեսանյութ էր, Սփյուռք ջան, մի րոպե։ Թող պարոնները, բոլոր պարոնները 1 միլիոն մարդ Հայաստանում $1000 հաշվի համար բացի բանկում, մեզ փող չտա։ Սփյուռք $10 տալիս սրել ինչի բան արեցիր։ Հա, էլի ագահություն արեցինք։ Իսկ մեր հատուկ լրագրող Մհերը հանդիպեց վերջերս հոկեբանների հետ։ Հա ես վաղուց էի ասում, բա պետք է, մի հատ մասնագետի հետ է պետք հանդիպել։ Չէ, իր հարցով չէ, տենց ուրիշ հանդիպում էր։ Չնայած կարող է եւ դիտեք տեսանյութը։ Ես հիմա եկել եմ հոկեբանների էքսպոյի, այո, շատ հոկեբան մեկ վայրում, դա այն է ինձ ինչ պետք էր այսքան ժամանակ, գնացինք։ Ինչպես հոկեբանորեն տրամադրվել թանկացումներին։ Ինչևին։ Էլեկտրաէներգիայի թանկացմանը օրինակ։ Թանկացմանը, եթե կենտրոնանալ թանկացման վրա, ապա շատ դժվար կլինի դիմակայել եւ հոկեբանորեն բարդ հոկեվիճակի մեջ կարելի անցնել։ Ես հացի փուռ եմ ուզում բացեմ, աջակցեք ինձ։ Ուրեմն մենք կարող ենք ձեզ աջակցենք, առաջարկենք գաք մեր միկրոպլան դասընթացին մասնակցեք, որը որոշված է հենց սկսնակ ձեռներեցների համար։ Մհեր 26 տարեկան անհատ ձեռներեց։ Իմ մոտ ցենց փոքրիկ խնդիր կա, ես շատ արագ փոխում եմ իմ կայացրած որոշումները, ինչ անեմ։ Ինչ որ ում խորհուրդ կտակում դիմեմ։ Դեռ ես պատրաստի հոկեբան չեմ, այստեղ կան պատրաստի հոկեբաններ, կարող եք դիմել եւ հետո դավոտի վրա միանգամից լուծվող խնդիր։ Շատ արագ փոխում եմ, այսինքն պետք էլ չի, հիմա մի ասեք։ Ինչ եք տեսնում։ Ոտքեր, կանաչ։ Հույզ ասեք համապատասխան։ Համապատասխան հույզ։ Այո։ Ագրեսիվություն։ Հաջորդը։ Օրինակ խորհուրդ կտակ, չգիտեմ, էներգետիկայի նախարարի նկարը կախել տանը, նայել անընդհատ տրամադրվել, որ ոչինչ։ Դա ճապոնական մեթոդն է, այո։ Հաց թուղթները պետք է ինձնից վախենան, թե հարգեն։ Ուրեմն ստեղ պետք է, ես ասեցի տեսլականի մասին, տեսլականի հետևից ու պետք է կարողանանք տանել թիմի։ Շատ վատ զարգաց բուլկի։ Սև։ Եվ հույզը Ամոթ, ապրել մինչև 2 շաբթի։ Գիտեք այդ ֆիլմը։ Այո, Վիչիսլավ Տիխոնովն է խաղում։ Եվ հիմնական կարգախոսը ֆիլմի Դաժիվյոն до понедельника։ Դա ինչու՞մն է երջանկությունը։ Ինչու՞մն է երջանկությունը։ Երբ որ ձեզ հասկանում են։ Счастье это когда тебя понимаешь։ Խնդրում եմ մի քաղաքականացրեք, սա անցանք։ Տիխոնովի անունը ճիշտ է, միշտ Վիչիսլավ էր, թե Երևի։ Շտիրլիցի դերասանը, չէ՞։ Ահա, Տիխոնով։ Մարմնական վնասվածքներ։ դա հույզ չի։ Մարմնական վնասվածություն։ Դուք հոկեբան եք։ Այո։ Ես խնդիրներ ունեմ, ուզում եմ գամ սեանսի ձեզ մոտ։ Ոնց կարանք դա անենք։ Ես ձեր հարցազրույցները բազմիցս լսել եմ ու դուք բոլոր հոկեբաններին նույն հարցն եք տալիս։ Եվ հիմա ինչ։ Հիմա դուք կոմիտասի երաժշտությունն եք լսելու, որից հետո գույները նորից կընտրենք։ Լավ։ Հենց հիմա ես չեմ կարող էքսպոյի ավարտին եմ մասնակցում, բայց կարող եք զանգ տալ ինձ։ Մոտենում ենք, ձեր անունը ոնց է։ Էլինա Ասրյան։ Էլինա Ասրյան։ Ձեր համարը կտակ։
որպես հոգեբանական աշխատանքի մասնակից Միայն, այո, միայն։ կամ սովորելու համար։ Ես այդ տղեն չեմ, միայն օքեյ, սովորելու, ասում եմ, չէ, խնդիրներ ունեմ։ Ես հենց հիմա զգում եմ լրիվ ուրիշ կարելի է ձեզ գրկել ինձ օգնելու համար։ Կարելի է։ Շնորհակալություն։ Ուզում եմ ասեմ, որոշումս էլի նորից փոխեցի, այնուամենայնիվ հոգեբան խորհուրդ տվեք ինձ, էլի ում դիմեմ ստեղից։ Չունեմ այստեղ ինձ ծանոթ հոգեբաններից չկա։ Չնայած չէ, լավ, չէ, մերսի։ Բոլոր գույները պոզիտիվ են ձեզ համար։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Երկուշաբթի օրը ձեզ հարմար է։ Կսպասեմ ձեզ։ Դե համարը կտակ, չէ՞ ձեր։ Ինչ լավ է անցնում հոգեբանական էքսպոն։ Շատ լավ է անցնում։ Ես լուրջ խնդիրներ ունեմ, իրոք, պետք է ռասվեի։ Դե Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Վերջում դիտենք օրվա վիդեո բոցը։ Ես նեղացել եմ ձեզանից։ Ես նեղացել եմ ձեզանից։ Երեք ես եկամ, ոչ մեկը տնձի մի հատ հարց չտվեցիք։ Չէ։ Երեք եկամ, ոչ մեկը ոչ մի հարց չտվեցիք տնձի։ Իսկ ասեցինք, որ հյուսիսային պողոտայում էլցանցերը շատ թանկ բնական են։ Չէ, այդ մեկը մյուս հաղորդմանը։ Պետք է բան ունենք մյուս հաղորդմանը։ And it shows him a pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps him out of sight.